նախարար դուք ասացիք, որ 6 ամիս անց համակարգը չի պայթել, բայց ասելիսին գալուց առաջ էլ ուսումնասիրում էի այդուհանդերձ կենսաբանության ոլորտում բազմաթիվ խնդիրներ էին արձանագրում, դուք էլ ձեր խոսքում ասացիք, որ հասել եք նրան, որ օրինակ քաղցկեղավաղաժամն կարող եք հայտնաբերել, օրինակ սկրինինգ անելու պարագայում կցարնում անհրաժեշտ չէ, բայց նաև նշեցիք, որ ամենաշատը 2 շաբաթ է, բայց այնտեղ սպասի հերթը հասնելու համար, բայց առնվազն 1 ամիս է անհրաժեշտ X պոլիկլինիկայում թերապևտի մոտ գնացվելու համար, դա նաև ասում եմ անձնական փորձից ելնելով, դա նաև ձեր նոր հրամանի կամ որոշման արդյունքն է, որ այն թերապևտի մոտ ու մոտ որ կցագրված են, այլևս հնարավոր չէ ուրիշ այլ թերապևտի մոտ մոտենալ։ Ես նաև ուզում եմ, դուք նշեցիք, որ կան բժիշկներ, թերապևտներ, ովքեր կարող են 2-3 ժամ աշխատել եւ բնական է իրենց աշխատավարձը չի կարող նույնը լինել։ Հիմա ես ուզում եմ հասկանալ նա ձեր այս որոշումը որքանով եք ճիշտ գնահատում, եթե մեկ թերապևտի մոտ 1 ամիս անց դու կարող ես հերթագրվել եւ ստանալ խորհրդատվություն, արդյոք ճիշտ չէ, որ այո, եթե կան ազատ թերապևտներ, մոտենալ եւ այսպիսով նաեւ թերապևտները կանխարգելվել։ Բայց այստեղ էլ հասկանանք ինչու է մեկ թերապևտը ազատ, իսկ մյուսը ծանրաբեռն է։ Սա գուցե նշանակում է, որ քաղաքացիները գոհ են նրա աշխատանքից եւ ուզում են հենց իրենց թերապևտի մոտ գնալ։ Եթե քաղաքացու համար կարևոր է ու ցանկություն ունի այլ թերապևտի մոտ տեղափոխվելու, սա շատ պարզ գործողություն է, հավելվածով կարող է փոխել մի թերապևտից եւ բացատրվել մեկ այլ թերապևտի մոտ։ Տեսեք, ապահովագրական համակարգը չի կարող գործել, եթե կանոնակարգված չլինեն պացիենտների շարժերը։ Սա հիմնարար սկզբունք է։ Արդյոք 1 ամիսը ենթադրյալ ժամկետ է, որը որ մտնում է միջազգային պրակտիկայի մեջ, ես ձեզ վստահեցնում եմ այո։ 1-2, մինչև 2 ամիսը այո կարող է դիտարկվել որպես սովորական գրանցման ռեժիմ։ Բայց նորից ասում եմ, որ հենց նաև մայիս ամսին այդ աժիոտաժի արդյունքում մենք ունենք արհեստական շարժ, որը վստահ եմ գնում է արդեն հանդարտեցման եւ ել ավելի կարգավորման դաշտում կառավարելիության դաշտում կլինի։ Եվ պիտի բոլորս ի վերջո հանգենք, որ ապահովագրությունը, ապահովագրական փաթեթի արժեքը եւ կարողությունները բալանսի մեջ պիտի լինեն։ Այսինքն մենք միշտ պիտի գնահատենք 129,600 դրամի շրջանակներով համակարգը ի վիճակի է սպասարկել այս ծավալի, այս ծառայությունների շրջանակով եւ այսքան։ Եվ այստեղ, գիտեք, մենք անցում ենք կատարում այն համակարգին, որ եթե անձին անհրաժեշտ է բուժօգնություն, ապա դա հասանելի է ապահովագրության շրջանակներում։ Եթե անձը ուզում է հարմարավետություն, լրացուցիչ, ապա հենց դրա համար է, որ կան մասնավոր ապահովագրական փաթեթներ, վճարովի ծառայություններ, որը արդեն հարմարավետության համար է, որ անձը հավելյալ վճարում է իր ուզած ծառայությունը եւ այլն ստանալու համար։ Բայց եթե մենք չունենանք կանոնակարգում, ապահովագրական համակարգը չի կարողանա գործել եւ կպայթի, ինչը մենք թույլ չենք տա։ Շնորհակալություն տեխնիկական հազարացումն Հովանեսյան ուզում այս անգամ խոսել հակառակ կողմի բժիշկների բուժօգնության մասին, հերթերի մասին խոսեցինք, արդեն բուժառումների մասով, որ երկար են սպասում բժիշկների դեպքում էլ այդ ամբողջը բուժառումների ասացած դժգոհությունը մունակը կոտրվում է բժիշկների վրա, որովհետև երբ որ 2-3 շաբաթ պետք է սպասես հերթագրման եւ չվճարես ապրել այդ 5000 դրամ արտահերթի համար, արդեն մտածում եմ, որ դա բժշկին է վճարում, կամ բժշկի գրպանն է գրում եւ ես վերջին մոտավորապես 1 շաբաթ առաջ 3 դեպքի եմ ականատես եղել պոլիկլինիկայում, թե ինչպես է բժիշկը մի դեպքում բուժառումի դեպքում անկետա շփոթում բժշկի վրա, մի դեպքում որ այնպես շփոթվում, որ անկետաններն են խախտվում, այսինքն այդ ամբողջը բժիշկն է բանանում, այսինքն այստեղ մենք իրազեկում խնդիրում ենք, որ իրենք չգիտեմ որ պետք է սպասել, իսկ եթե չեն ուզում սպասել, ապրեն գումար վճարելու դեպքում, սա առաջին հարցը եւ երկրորդը թեմայից դուրս մի հարցի եմ ուզում անդրադառնալ, քրեակադրական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց բժշկական օգնության մասով պետության պոզիտիվ պարտականությունն է պահպանել եւ պաշտպանել, այսպես ասած, նրանց կյանքի եւ առողջության իրավունքը, սակայն մենք այսօր ունենք բժշկական քրեակատարական հիմնարկներ,
անձին, որոնց առողջական վիճակը շատ ծանր է, մենք հազարդուի մեջ գտնվող անձնորի 50 օր է արդեն այդ վիճակում է եւ բավական առողջության բավական վատ վիճակում է, այսպես ասած, դու կարող եք երաշխավորել, որ այս պահին օրինակ չկա որևէ անձ, որի առողջությունը օրինակ կտրամված է ոչ պատշաճողության պատճառով, իրականական հիմնարկների մասով։ Հարցի սկզբից պատասխանեմ։ Նախ ես կարծում եմ որևէ պարագայում կենցաղային կուլտուրան եւ դաստիարակությունը թույլ չպիտի տա որևէ բան, որևէ մեկի վրա շպրտել եւ անհարգալից լինել։ Դա կվերաբերի ուսուցչին, բժշկին, խանութի աշխատողին, մատուցողին եւ որևէ մեկի նախարարին։ Այո, ես կարծում եմ, որ մենք շատ աշխատանք ունենք նաեւ հարգելու մեր մասնագետների աշխատանքը եւ նաեւ փոխադարձ էթիկայի նորմերը պահպանելով։ Ես դες ընդգծեմ, որ այս առումով մենք շատ մեծ ձեռքբերում ունենք։ Այս ընթացքում հանդիպումներին, իսկ վերջի ամիսներին ես հանդիպել եմ հազարավոր քաղաքացիների եւ ընդգծում էին նրանցից ճնշող մեծամասնությունը, որ զարմացած են, ոչ միայն որ ծառայությունները հասանելի են դարձել իրենց, այլ նաև բժիշկների վերաբերմունքից, բուժ անձնակազմի սպասարկման որակից։ Սա ինձ համար ամենակարևոր գնահատականներից մեկն է։ Ես ձեզ ասում եմ, ճնշող մեծամասնությունը։ Եվ այստեղ էլ ես ուզում եմ ընդգծել, որ մենք հասել ենք նրան, որ անձի նկատմամբ վերաբերմունքը ծառայություններ մատուցելիս կախված չէ անձը ինչ համակարգով է սպասարկվում։ Սա կարևորագույն եւ մեծ ձեռքբերում է։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր առմամբ բժշկական ծառայությունների կազմակերպման եւ կոնկրետ ինչ որ մի պոլիկլինիկայի կամ բժշկական կենտրոնների շրջանակներում էլ ավելի process-ները կարգավորել, հստակեցնել, պարզեցնել, որ օրինակ անձինք ճիշտ իմանան, որ սենյակից ուր պիտի գնան, լինեն սպասելու հարմարավետ պայմաններ եւ այլն, սա աշխատանք է, որը մենք շարունակում ենք անել, բարելավել, այո, սիրելի քաղաքացիներ, կրկնում եմ, հետևողական անելու ենք ամեն ինչ, որ այս եւ ոչ միայն ապահովագրության շրջանակներում, այլ ընդհանուր առմամբ առողջապահական համակարգից օգտվելու հարմարավետությունը ձեզ բավարարի, բայց սա ճանապարհ է, մենք շատ մեծ ճանապարհ անցել ենք եւ շարունակելու ենք ընթանալ։ Հաջորդի ձեր հարցի հետ կապված քրեակատորողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց ես ասեմ, որ այս առումով շատ մեծ աշխատանք է կատարվել։ Նախ ծառայությունների հասանելիության եւ որակի առումով վստահ եմ գիտեք, որ Արմավիրում ունենք 100 մահճակալանոց լավագույն ստանդարտներին համապատասխանող բժշկական ծառայություններ, այլ քրեակատարողական հիմնարկներում ենթակառուցվածքների եւ սարքավորումների հագեցման աշխատանքները եւս շարունակելի են, մենք այս աշխատանքը չենք կանգնեցրել միայն Արմավիրով։ Ասեմ, որ հոգեկան առողջության ազգային կենտրոնում նաեւ անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններն են լրիվ փոխվել եւ համեմատած նախկինում կենտրոնական այդ հոսպիտալում դրանք անհամեմատ են եւ այսպես բոլոր ուղղություններով։ Ինչ վերաբերվում է անձի կողմից հացադուլի մասով, իհարկե օրենքով սահմանված եւ հնարավորինս արվում է ամեն ինչ, որ պահպանվի նրա ուրեմն հացադուլ իրականացնելու իրավունքը, իհարկե մենք եւ սա շարունակական աշխատում են թե բժիշկները եւ թե քրեակատարողական հիմնարկի սոցիալական ծառայությունները, որպեսզի անձը օր առաջ դադարեցնի հացադուլը։ Այլ մանրամասներ իրավասու չեմ բանանելու։ Ես երաշխավորում եմ, որ անձի համար ցուցված բժշկական ծառայությունները միանշանակ տրամադրվում են եւ բոլորը հավասարապես օգտվում են իրենց իրավունքներից, թե տեղորայքային ապահովման, թե հետազոտություններ անցնելու եւ թե նաեւ բժշկական ծառայություններ ստանալու։ Բայց ես նորից կրկնում եմ, այս ամենը պետք է տեղավորվի մեր գործելակարգերի եւ ընթացակարգերի մեջ, բուժ ծառայություններից օգտվելու իրավունքը եւս սահմանված է եւ սահմանափակված է օրինականության շրջանակներում։ Մեր խնդիրն է ապահովել մեր բոլոր անազատության մեջ գտնվող անձանց հավասար հնարավորությունը եւ իրավունքը։ Իսկ ինչպես է ստացվում, որ օրինակ քրեակատարողական հիմնասիրման առաքելություն իրականացնող
խմբի անդամները մշտապես ահազանգում են առողջության հետ կապված խնդիրների եւ բուժօգնության հրադադարման մասին։ Եվ մահվան թվերը, Նինա Վանեսյան, մահվան թվերը կգրնելու միշտ համարվել է մտահոգիչ նույն դերապաշտպանների կողմից։ Ուրեմն չկան հաշվետվություններ, որոնց մենք չենք տեղեկանում եւ անընդհատ բարելավում։ Նորից եմ կրկնում, եւ այդ հաշվետվություններն են հենց ցույց տալիս, թե մարդու իրավունքների պաշտպանի, թե այլ դիտորդական խմբերի կողմից, որ վերջին 5 տարիների ընթացքում ահռելի մեծ տեղաշարժ ունենք։ Իհարկե բոլոր հարցերը լուծված չեն եւ թվերով արտահայտում, օրինակ մահվան թվերը չեն նվազել ըստ իրավապաշտպանների։ Հարգելիներս, ընդհանուր առմամբ ծառայությունների որակի հասանելիության գնահատականը բազմաբաղադրիչ ուրեմն հաշվետվություններ են։ Դուք բոլոր դրանք բաց են կարող եք ծանոթանալ, կարող եք նաև շրջայց կազմակերպել ձեզ համար, ինքներդ տեսնեք, թե ինչպես են փոխվել պայմանները հենց ձեր աչքով։ Ես կարծում եմ դա էլ շատ կարևոր է։ Երևի թե այսքանն։ Իհարկե, նորից եմ կրկնում, մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ ենթակառուցվածքների առումով դեռ շատ անելիք ունենք։